Եվրոպական տարածք ռուսական հրթիռների ներթափանցումից հետո քննարկումներ են ծավալվում նման դեպքերին լավագույնս արձագանքելու ծրագրի շուրջ։ Դեռ հոկտեմբերի կեսերին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները քննարկեցին անօդաչու սարքերի ներխուժման դեմ պայքարի եղանակները։ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է Եվրամիության հետ անօդաչու սարքերի պատ ստեղծելու՝ անդամ պետություններին պաշտպանելու համար։ Նոյեմբերի 27-ին Բրեմենում սկսվել է Եվրոպական տիեզերական գործակալության անդամ 23 պետությունների տիեզերքի հարցերով նախարարների գագաթնաժողովը։ Երկօրյա հանդիպման ժամանակ առաջին անգամ հարց է ներկայացվել կենտրոնանալու տիեզերքում Եվրոպայի ռազմական ներկայությունը կամ պաշտպանությունը ամրապնդելու անհրաժեշտության վրա։ Եվրոպական տիեզերական գործակալությունը առաջիկա 3 տարվա համար անդամ պետություններից ավելի քան 22 միլիարդ եվրո է խնդրել։ Նախորդ բյուջեի համեմատ դա 36%-ով ավելի է, գրում է Bloomberg-ը։ Այսպիսով Եվրոպական տիեզերական գործակալության 23 անդամները կկենտրոնանան տիեզերքում Եվրոպայի ռազմական ներկայությունը ամրապնդելու ծրագրի վրա։ Այն կարժենա մոտ 1.5 միլիարդ եվրո։ Գործակալությունը, որը հիմնադրվել է 1975 թվականին որպես տիեզերական կազմակերպություն, առաջին անգամ է կենտրոնանում պաշտպանական նախագծերի վրա։ Այս կերպ Եվրոպան մեծացնում է պաշտպանական ծախսերը՝ ի պատասխան Ռուսաստանից եկող հնարավոր վտանգի։ Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Ջոզեֆ Աշբախերը առաջարկել է Եվրոպական դիմադրողականությունը տիեզերքից ծրագիրը։ Այն իրագործելու դեպքում հնարավոր է, որ Եվրոպական տիեզերական գործակալության անդամ երկրները տրամադրեն իրենց տիեզերական ակտիվները։ Ես ներկայացրեցի 22 միլիարդ դոլարի առաջարկ հաջորդ 3 տարվա համար գործողությունների ծրագիր, որը հարմարեցված է ձեր ազգային առաջնահերթություններին և ֆինանսական վիճակին։ Մենք ձեր պատվիրակների հետ տողառտող մշակել ենք այս ծրագիրը ամեն օր ավելի քան 1 տարի։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում իմ թիմի և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հսկայական գործի մեջ։ Եվրոպական դիմադրողականությունը տիեզերքից ծրագիրը կօգտագործի այնպիսի նախագծեր, ինչպիսիք են IRS-2-ը, Իլոն Մասկի Starlink արբանյակային կապի ցանցի եվրոպական այլընտրանքը և եվրոպական Galileo նավիգացիոն համակարգը, ամերիկյան GPS-ի համարժեքը։ Նպատակային օգտատերերը կլինեն ռազմական ուժերը, ոստիկանությունը և քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։ Առաջարկը քվեարկության կդրվի Բրեմենում ընթացող Եվրոպական տիեզերական գործակալության նախարարական խորհրդում։ Եվրոպական երկրներն այժմ ավելի շատ կֆինանսավորեն իրենց տիեզերական ծրագրերը, ինչը նախկինում գոնե Եվրոպայում հիմնականում պաշտպանության նախարարությունների պատասխանատվության տակ էր, նշում է Աշբախերը։ Մտահոգությունների ժամանակներն անցել է։ Մենք հիմա գործողությունների և հետևանքների ժամանակաշրջանում ենք։ Կանգնել նշանակում է հետ մնալ, ուստի եկեք վստահենք մեր սեփական կարողություններին, հնարավորությանը և արդյունաբերությանը։ Ով եթե ոչ դուք, երբ եթե ոչ հիմա։ Թույլ տվեք աշխարհին ցույց տալ, թե ինչ կարող է անել Միացյալ Եվրոպան։ Աշբախերը կարծում է, որ դժվար կլինի համոզել խոշոր երկրներին տրամադրել իրենց տիեզերական ակտիվները։ Այնուամենայնիվ, նա վստահ է, որ Եվրոպայի համար իսկապես կարևոր է ամրապնդել անկախությունն ու ինքնավարությունը։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։